Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի օրվա առթիվ։ Հայոց բանակը կազմավորվեց 34 տարի առաջ, ընդ որում կազմավորվեց պատերազմի բոհով, կազմավորվեց հաղթանակներ տոնելով, կազմավորվեց թշնամուն պարտության մատնելով եւ 34 տարիների ընթացքում անսասան պահեց հայոց սահմանները, Հայաստանի Հանրապետության սահմանները եւ Արցախը։ 34 տարի ասելով ես իհարկե հասկանալի է, որ հանում եմ այս վերջին տարիները, Նիկոլ Փաշինյանի կառավարման վերջին տարիները։ Ես առավել քան վստահ եմ, որ հայոց բանակը կրկին կվերագտնի իր ուժը, իր այն պոտենցիալը, որը այդքան ահուսարսափ էր ներշնչում թշնամիներին։ Ներկայումս տարածվում են տարբեր տեսակետներ, թեզեր, հիմնականում իշխանական, որ 44-օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ նաև այն էր, որ Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ ու ավելի լավ էր զինված, քան հայկական բանակը։ Հարկ է մատնանշել, որ Ադրբեջանը միշտ է ավելի շատ ու ավելի լավ զինված եղել, թե 44-օրյա պատերազմին եւ թե Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։ Սակայն ինչը չխանգարեց մեզ պարտության մատնել այդ այսպես ասած լավ ու շատ զինված բանակին, որովհետեւ հարգելի հետևորդներ, միայն զենքի քանակն ու որակը չեն որոշում պատերազմի ելքը։ Պատերազմի ելքը որոշում է նաեւ բանակի մարտական ոգին, որը արկա է եղել հայոց բանակում միշտ, սակայն պատերազմի ելքը որոշում է նաև գրագետ կառավարումը, պատերազմի գրագետ ղեկավարումը, պահանջում է ռազմաքաղաքական ղեկավարության կողմից գրագիտություն, ինչը ցավոք բացակայում էր 2018 թվականին։ Օրինակները բազմաթիվ են, որովհետև միայն ռազմապես ու քաղաքականապես անգրագետ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին կարող է մտնել լայվ ու հայտարարել, ավելի շուտ կոչով դիմել բնակիչներին, որ ով տանը ունի զրահաբաճկոն կամ այսպես ասած կասկա, թող վերցնեն եւ ջոկատներ կազմեն ու գան մարտի դաշտ։ Սա խոսում է այդ կոչը հնչեցնողի, ինչպես ձևակերպեմ, ոչ կոմպետենտությունը մեղմ ձևակերպում է, նույնիսկ անգրագիտությունն է մեղմ ձևակերպում։ Խոսում է այն մասին, որ նման կոչ հնչեցնողը արդեն նախապես գիտի սպասվելիք պարտության մասին։ Հարգելի հետևորդներ, ես ամենևին չեմ ցանկանում նսեմացնել այսօրվա խորհուրդը։ Իհարկե ոչ, հակառակը, մենք պետք է ոչ միայն այսօր, ամեն օր փառաբանենք հայոց բանակը, որովհետև հայոց բանակն է մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը, սակայն նաև չպետք է թաքցնել այն ողջ արհավիրքը, որը այսօր կախված է հայոց բանակի վրա, հայոց բանակի գլխին, իսկ այդ արհավիրքը կախվում է հենց քաղաքական իշխանության կողմից, որովհետև իրենց հռչակված այդ խաղաղության դարաշրջան ճակերտավոր գաղափարախոսության ներքո հետևողականորեն տարվում են աշխատանքներ հայոց բանակը կազմաքանդելու ու կազմալուծելու ուղղությամբ։ Խաղաղության դարաշրջանը մենակ Հայաստանով չի պայմանավորված։ Խաղաղության դարաշրջանը ենթադրում է խաղաղություն Ադրբեջանի հետ, որի հետ գտնվում էինք շուրջ 30 տարի պատերազմական վիճակի մեջ։ Սակայն, չգիտես ինչու, այդ խաղաղության դարաշրջանը կարծես միայն պրոյեկտվում է հայոց բանակի վրա, որովհետև ադրբեջանական բանակը օր-օրի շարունակում է զինվել։ Վերջերս Հայաստանի արտաքին հետախուզության կողմից հրապարակված զեկույցում հստակ մատնանշվում էր, որ Ալիևը շարունակում է ավելացնել ռազմական բյուջեի աճը, ընդ որում շեշտվում էր, որ այդ ռազմական բյուջեի աճը
մի քանի անգամ գերազանցում է մյուս ոլորտների աճին եւ որը շատ կարեւոր է, հաճախ արվում է մյուս ոլորտների հաշվին։ Սա ապացուցում է, որ Ալիևը թիվ 1 օրակարգ է հռչակել պետության ռազմական կարողությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հակառակը։ Նիկոլ Փաշինյանը գտնում է իհարկե խոսքերով տեսականորեն նա գովերքում է հայոց բանակը, սակայն եկեք անդրադառնանք այսօրվա իր ուղերձին։ Նախ այդ ուղերձում հիմնական շեշտադրումները պարտվողականությունն էր ու կապիտուլյացիոն տրամաբանությունը։ Սակայն գանք հերթականությամբ։ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին հայտարարեց, որ այսօր հայոց բանակը ձեռք է բերում լրջագույն սպառազինություն թե քանակական, թե որակական առումով մեր միջազգային գործընկերներից, որոնք ժամանակին մեզ հրաժարվում էին տրամադրել այդ զենքերը, նախ ըստ Նիկոլ Փաշինյանի ունեին մտավախություն, որ այդ զենքերը չեն տեղակայվի Հայաստանի տարածքային ամբողջականությունից դուրս, երկրորդը ունեին մտավախություն, որ ՀԱՊԿ անդամ երկրները այդ զենքերի գաղտնիությանը հասանելիություն կունենան։ Ակնհայտ է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունից դուրս տեղակայելու մասին խոսելիս միանշանակ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Արցախը, որովհետև բոլորից է հասկանալի, որ այդ զենքերը չէին տեղակայվելու ենթադրենք Վրաստանում կամ Իրանում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Արցախը, որովհետև այնուհետև նա շարունակում է, որ Պրահայում հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը կնքված այդ համաձայնագրի արդյունքում, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, բոլորի մտավախությունները փարատվեցին։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առաջ է տանում այն թեզը, որ Արցախը բեռ էր Հայաստանի ուսերին։ Հերթական անգամ առաջ է տանում այն կեղծ մոտեցումը, որ Արցախը վտանգում էր Հայաստանի գոյությանը, որովհետև իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարում է, որ այդ ամենը գոյաբանական, այսինքն Հայաստանի չլինելիությունը հետապնդող արարքներ էր, չգիտեմ ում կողմից։ Հարգելի հետևորդներ, նախ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդ Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ։ Սակայն Ադրբեջանը զուտ տեսականորեն է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա ուղերձում հայտարարում է, որ Հայաստանի սպառազինությունը չի տեղակայվի Հայաստանի 29743 կիլոմետրանոց տարածքից դուրս, այնինչ Ադրբեջանը երբևէ որևէ կիլոմետրերի անուն չի տվել։ Անհայտ է, թե Ալիևը Հայաստանի Հանրապետություն ասելով որ տարածքները նկատի ունի։ Հատկապես, որ նա իր կեղծ արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը ոչ միայն էլ ավելի է ակտիվացրել, այլ նույն արտաքին հետախուզության զեկույցի համաձայն բերել է գործնական քայլերի։ Այլ խոսքով ասած, Ալիևը հերքում է Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունը։ Նա այդ ամենը, նա ավելի շուտ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքները համարում է Ադրբեջանի պատմական տարածքներ և փորձում Հայաստանի իշխանություններին պարտադրել, որպեսզի նրանք համաձայնվեն ադրբեջանցիների չակերտավոր վերադարձին իրենց պատմական հայրենիք։ Նորից անդրադառնանք բանակի թեմային։ Հարգելի հետևորդներ, այն, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, իբր Հայաստանը ձեռք է բերել մեծ սպառազինություն թե քանակական և թե որակական առումով, Աստված տա իհարկե այդպես լինի։ Սակայն հաշվի առնելով ՔՊ իշխանության բնույթը, այն է ամեն ինչ վերածել PR-ի, ամեն ինչ վերածել քարոզչության,
ապա ավելի քան վստահ եմ, եթե մենք ձեռք բերած լինեինք լուրջ սպառազինություն, ապա այս իշխանությունները չէին վարանի օր իսկ առաջ դրանք ցուցադրելու, առանց մտավախություն ունենալու, որ ոչ ամեն ինչն է, որը պետք է ցուցադրել։ Այս իշխանությունների մոտ պետական մտածելակերպը բացակայում է։ Հետևաբար, նույնիսկ մեկ հրանոթը նրանք չէին վարանի ցույց տալու։ Այն որ իշխանությունները հայտարարում են, որ ով ուզում է թող գա, եկեք տանենք այդ զինատեսակները ցույց տանք, հարգելի հետևորդներ, բանակը կենթանաբանական այգի չէ, որպեսզի ասես ով ուզում է թող գա տանենք ցույց տանք։ Ի վերջո, այդ զենքերը ցուցադրելու բազմաթիվ այլ եղանակներ կան։ Դրանք են զորավարժությունները, ռազմական շքերթները։ Ու ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել շատ կարևորագույն հանգամանքի վրա, որ այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը տարվա մեջ անում է մի քանի զորավարժություն, թե մենակ, թե Թուրքիայի հետ համատեղ, թե Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ ձևաչափով, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի լուրջ զորավարժություն չի անցկացրել։ Հայաստանի իշխանությունները ամբողջ շեշտադրումը բանակի զարգացման վրա դրել են ուտելու և ատեստավորման վրա, սակայն հավատացեք, կուշտ փորով հաց ուտելն ու ատեստավորվելը դա դեռ չի խոսում բանակի մարտունակության բարձրացման մասին։ Բանակի մարտունակությունը բարձրացնում են նաև պարբերաբար իրականացվող զորավարժություններով։ Երբ որ քաղաքացիներին պահեստազորին 28 օրով կանչում են զորավարժանքների, այնուհետև բարձրացնում դիրքեր, դա նույնպես չի խոսում բանակի մարտունակության մասին։ Եվ եկեք ուշադրություն դարձնենք, որ որևէ շքերթ, ինչը հոգեբանորեն շատ դրական է ազդում թե բանակի, թե հասարակության վրա, որևէ ռազմական շքերթ այս տարիների ընթացքում Հայաստանում չի իրականացվել։ Հետևաբար ինչի մասին ենք խոսում։ Ինչ, այսինքն ես հիմա հայտարարեմ, հա, ուզում եմ այդ զենքերը տենամ, յուրաքանչյուր մարդ ով հայտարարի ուզում եմ տենամ, ասելու են դե արի տանենք քեզ ցույց տանք։ Ի վերջո մենք ռազմական մասնագետներ չենք, մենք ռազմական փորձագետներ չենք, որպեսզի կարողանանք հասկանալ զենքերի լավ կամ ոչ լավ լինելուց, արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելուց։ Հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում նա հայտարարում էր, որ թեպետ արդեն այդ մասին ասացի, որ այդ սպառազինությունը չի տեղակայվելու Հայաստանի 29743 կիլոմետր տարածքից դուրս և պատերազմ չի լինելու։ Հայոց բանակը որևէ ըստ Նիկոլ Փաշինյանի ենթատեքստերի ձևակերպման, հայոց բանակը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, չհաշված խաղաղապահ առաքելությունը, որը հնարավոր է իրականացվի տարբեր երկրներում անհրաժեշտության դեպքում։ Հարգելի հետևորդներ, երբ Ճապոնիան ստորագրեց կապիտուլյացիոն ակտը, ԱՄՆ-ի պարտադրմամբ իր սահմանադրության մեջ ամրագրեց, որ Ճապոնիան չի ունենալու բանակ, այլ ինքնապաշտպանական ջոկատներ, Ճապոնիան չի մասնակցելու և ոչ մի պատերազմի, ոչ մի ռազմական գործողության, եթե հարձակում չի լինում անմիջապես Ճապոնիայի վրա։ Եվ ահա Ճապոնիայի ստորագրված այդ կապիտուլյացիոն ակտը ու Նիկոլ Փաշինյանի բանակի օրվա հետ կապված այսօրվա ուղերձը ունեն նույն տրամաբանությունը։ Ինչպես Ճապոնիան պարտավորվեց չմասնակցել որևէ պատերազմի, եթե այն չի իրականացվում իր տարածքում, այսինքն իր վրա հարձակում չի լինում, այդպես էլ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ռազմական գործողությունների որևէ տեղ չի մասնակցելու։ Ավելին, նույնիսկ անվանումներն են նույնը։ Ճապոնիան պարտավորվեց, որ բանակ չի ունենալու և ունենալու է ինքնապաշտպանական ջոկատներ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը պաշտպանական բանակ է։ Գտեք որևէ տարբերություն Ճապոնիայի 45 թվականի Ճապոնիան նկատի ունեմ, Ճապոնիայի և 2026 թվականի Հայաստանի միջև։
երկուսն էլ պարտված, երկուսն էլ կապիտուլյացիոն ակտը ստորագրած։ Սակայն իրականում կա լուրջ տարբերություն։ Ի բարեբախտություն ճապոնացիների նրանք ունեին այնպիսի իշխանություն, ավելի շուտ ունեցան հետագայում այնպիսի իշխանություն, որի կառավարման պայմաններում ճապոնական այդ այսպես ասած ճակերտավոր պաշտպանական ջոկատները վերածվեցին հզորագույն բանակի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը 44 օրյա պատերազմի պարտությունից հետո շարունակեց ունենալ նույն իշխանությունը, որը առաջնորդվում է կապիտուլյացիոն տրամաբանությամբ։ Այսինքն, խոսքերով փառաբանում են բանակը, գործերով գնում են բանակի կազմալուծմանը։ Մատնանշեք, չեմ ասում Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ Ալեն Սիմոնյանը կամ Վահագն Խաչատուրյանը։ Մատնանշեք գեթ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, որը այսօր գնացել է եռաբլուր։ Ոչ հարգելի հետևորդներ, այս իշխանություններից ոչ ոք չի գնացել բանակի օրվա հետ կապված եռաբլուր։ Խոսքս ինչ-որ մանր ԿՊԱ-ականների մասին չէ։ Խոսքս բարձրագույն իշխանության մասին է։ Ոչ ոք չի գնացել եռաբլուր։ Կարող են պատճառաբանել, որ իրենք 3 էին գնացել, իհարկե կարող էին։ Սակայն 3 այլ օր էր, այսօր այլ օր է։ Պետության բանակը կարևորող մարդը, պետության ղեկավարը, ինչու եմ շեշտում պետության ղեկավարը, որովհետև նա է ստանձնել պետության գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, պարտավոր էր այսօր եւս լինել եռաբլուրում։ Սակայն միայն ուղերձը չէ, որը մատնանշում է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից բանակը անտեսված է։ Նա հայտարարում է, որ մեր անվտանգության երաշխավորը նաև մեր այս աշխարհում մեր տեղն ու դերը իմանալն է։ Այլ խոսքով ձևակերպված, ժողովրդական խոսքով ձևակերպված չափը ճանաչիր։ Ահա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգությունը տեսնում է չափը ճանաչիր այդ խեղճ ողորմելի մոտեցման մեջ։ Հարգելի հետևորդներ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետը ու գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, մենք չենք ունենալու անվտանգային լուրջ համակարգ։ Մենք չենք ունենալու անվտանգության երաշխիք հանդիսացող լուրջ բանակ։ Սակայն ես առավել քան վստահ եմ, որ այս ամենը ժամանակավոր է։ Ես առավել քան վստահ եմ, որ հայոց բանակը կրկին կվերականգնի, կվերագտնի իր երբեմնի մարտունակությունը ու մարտական բարձր ոգին։ Ես առավել քան վստահ եմ, որ հայոց բանակից կրկին կսկսեն սարսափել թշնամիները, ինչպես սարսափում էին մինչև 2018 թվականը։ Ես առավել քան վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության հայոց բանակը առհասարակ կրկին կհանդիսանա մեր անվտանգության գլխավոր երաշխավորը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս բանակի օրվա առթիվ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։